Աստված այնքան է սիրում մարդուն, որ մինչև իր գալուստը, իր դատաստանը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մարդու ճիշտ գնահատելու, արժևորելու։ Սա նաև մեր հարցի պատասխան, թե ինչու են մեղավոր ու չար մարդիկ երբեմն երկար ապրում, քան բարի մարդիկ, որպեսզի այս մարդիկ բարիներին տեսնելով, բարիներ օրինակը ունենալով կարողանան փոխվել, նոր մարդ դառնան, սիրո կրողները դառնան այս աշխարհի մեջ։ Եվ այդ սերը այսօր դեմք ունի Հիսուս Քրիստոս, որ եկավ մեղավորի կողքը նստեց, հիվանդի ձեռքը բռնեց, մխիթարության ունեցող մարդու հետ լաց եղավ, ուրախացողի հետ ուրախացավ, տառապողի հետ տառապեց, ցույց տալու համար, թե այդ սերը ինչպիսին պետք է լինի մեր կյանքի մեջ։ Մենք սիրում ենք այն մարդկանց այսօր, ովքեր կամ մենք իրենցից կամ իրենք մեզանից շահ ունենք։ Սիրում ենք այն մարդկանց, ովքեր ուժեղ են, հեղինակություն ունեն։ Վախենում կամ խուսափում ենք այն մարդուց, ովքեր հիվանդ են կամ կարիքի մեջ են։ Մենք կամ մեր աչքերն ենք փակում, կամ խուսափում ենք այդ փողոցով նույնիսկ անցնելու, որ հանկարծ այդ մարդկանց չտեսնենք։ Բայց չէ որ Հիսուս հենց այդ մարդկանց մեջ է։ Հիսուս հենց այդտեղ է մեզ փնտրում, թե մենք ինչպես կվերաբերվենք։ Դրա համար երբ առաքյալներն ասաց ես սոված էի, ինձ հաց տվեցիք, քաղցած էի, ջուր տվեցիք, մերկ էի, հագուստ տվեցիք, հիվանդ էի, բանտում էի, ինձ այցելության եկան, առաքյալները զարմացած հարցեցին. Տեր, երբ էր հիվանդ, բանտում, ծարավ, սոված կամ մերկ, եւ Հիսուս ասում է. իմ այս եղբայրներից ու քույրերից որ մեկի համար անեք, իմացեք, որ ինձ համար եք արել։ Ուրեմն Հիսուս ամեն մարդու, որ մենք բարիք ենք գործում, անգամ պարզ ժպիտով, որ մենք ժպտում ենք այդ մարդուն, Հիսուս իրեն է վերագրում, որովհետև սերը միայն այդպես պիտի լինի այս աշխարհի մեջ։ Սերը միայն խոսքերով չէ։ Մարդիկ խոսում են սիրուց, բայց իրենք ատելության մեջ ապրում են։ Մարդիկ խոսում են սիրուց, բայց իրենք սիրել չգիտեն։ Իրենց տան մեջ իրենց ձեռքը մարդիկ տառապում են, հենց իրենց պատճառով։ Իր կինը, զավակները տառապում են, բայց երբ որ հարցնես այդ մարդուն, կասի, որ ինքը սիրում է եւ ամեն ինչ անում է իրենց համար։ Որտեղ կա սիրո պակաս, այնտեղ մարդը դառնում է բռնակալ։ Եվ եթե դու բռնակալությամբ կամ բռնությամբ ես ուզում ստիպել, որ այդ սերը լինի, դու դառնում ես պարտադրող, ոչ թե տվող։ Դու դառնում ես ավելի շատ պահանջող, քան ինքդ այդ քայլը կատարող։